Արմլուրեեմի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախորդ շաբաթ իշխանությունները ամփոփել են պատվիրված սոցհարցումները ողջ հանրապետությունում, անցողիկ են 3-4 ուժեր։ Ըստ իշխանական հարցման արդյունքների 30-ից 32% ձայն կհավաքի ՔՊ-ն, եթե առաջիկա շաբաթում անցկացվի ընտրություններ։ 20-ից 22% կհավաքի բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով շարժումը», Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը անցողիկ շեմում են։ ՔՊ-ն գոհ չէ արդյունքից, բայց դժգոհ էլ չէ, քանի որ չկա որևէ ուժ, որն այսօրվա դրությամբ կարող է մեծամասնություն ձևավորել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ քննարկման ժամանակ բացատրել է, որ դեռ քարոզարշավ չեն իրականացրել եւ լավ աշխատելու դեպքում հնարավոր է իրենց ունեցած այսօրվա ցուցանիշներին հավելել լուրջ տոկոսներ։ Սամվել Կարապետյանի աճող հեղինակությունը ճիշտ է, մտահոգում է իշխող թիմին, բայց նրանք համարում են, որ միևնույն է, մեծամասնություն ունենալու ձգտումները մեր ձևովի մոտ կտապալվեն։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս քաղաքական միավորի շուրջ սպասումներն իսկապես մեծ են, բայց կազմակերպվածությունը, թիմի կարողունակությունն ու պրոֆեսիոնալիզմը դեռ կաղում են։ Կան միայն մաքուր անցյալ ունեցող երիտասարդներ, ինչը քիչ է հաջողության հասնելու համար, հատկապես ընդգծված լիդերի բացակայության պայմաններում։ Ինչ վերաբերում է Քոչարյան-Ծառուկյան միավորումներին, ապա նրանք լավ աշխատանքի դեպքում կկարողանան էլեկտորատ հավաքել, քանի որ ընդգծված ընդդիմադիր հատվածը Ռոբերտ Քոչարյանին է տեսնում իբրև փոփոխությունների հնարավորություն։ Հասարակության մեջ մի զանգված էլ կա, որ Գագիկ Ծառուկյանին ընկալում է որպես բարեգործ եւ պատրաստ է կանգնել նրա կողքին։ Վերջում ընդգծենք, որ սա ՔՊ-ի պատվիրած փակ հարցումների արդյունքներն են, որոնք կարող են կտրուկ փոփոխվել նախընտրական ժամանակահատվածում։